Եթերում Քյավառ հեռուստաընկերության գեղամա օր լրատվականն է, այսօր 12 հոկտեմբերի օրը 5-շաբթի, բարի երեկո։ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի վարչական շենքում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնես Սանոսյանը և Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրել են խորհրդակցություն մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների և մարզի համայնքների ղեկավարների հետ քննարկելով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայ բնակչության կարիքները հոգալու հետ կապված և առաջնահերթ լուծում պահանջող հարցեր։ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայ բնակչության կարիքները հոգալու հետ կապված և առաջնահերթ լուծում պահանջող մի շարք հարցեր քննարկվեցին Գեղարքունիքի մարզպետարանում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնես Սանոսյանի ու Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի կողմից անցկացված խորհրդակցության ընթացքում մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներն ու մարզի համայնքների ղեկավարները ներկայացրին տարբեր ուղղություններով կատարված աշխատանքները։ Նախարարը խոսեց փուլ առ փուլ իրականացվելիք ծրագրերի մասին, գոհունակություն հայտնելով առաջին փուլը բռնի տեղահանվածներին ընդունելն ու կացության վայրերով ապահովելը հաջողությամբ իրականացնելու համար։ Նա համայնքների ղեկավարներին և մարզպետի աշխատակազմին հորդորեց նույն պատասխանատվությամբ և հետևողականությամբ իրականացնել նաև առաջիկա բոլոր գործողությունները։ Իմ խնդրանքն ազդեց այս 2-3 շաբաթը մեծ ծավալի աշխատանք անել, որից հետո նշեմ մի շարք ծրագրեր կառավարությունը երբ որ սկսի աշխատեցնել եւ գումարներ փոխանցվեն, այդ խնդիրները մեր տեսադաշտից մի քիչ դուրս կգան եւ իրենց կարիքները կհոգան։ Հանձնարարություն եղավ կարիքների գնահատման ընթացքում առանձնահատուկ ուշադրություն դարձնել երեխաների կարիքներին, անել հնարավոր ամեն բան, որպեսզի նրանք պարտադիր հաճախեն դպրոց եւ նախակրթական հաստատություններ։ Արդեն ունենք 335 աշակերտ, որ հաճախում են դպրոցներ, բոլորին ասել են կարիքների գնահատում արագ կանել, կազմում մոտավորապես մինչև 15,000 դրամ ամեն աշակերտի համար, նայած ըստ տարիքի, թե որ դասարանում աշակերտը սովորում, 5,000-ից մինչև 10,000 դրամը կազմում, մենք իրենց կարիքների ամբողջությամբ կօգնենք։ Հաջորդ ամենակարևոր գործողությունը, որի վրա համայնքների ղեկավարների ուշադրությունը հրավիրեց Գնես Սանոսյանը, մարզում ազատ բնակարանների և տների գույքագրումն է, որպեսզի քաղաքացիները հյուրանոցներից աստիճանաբար տեղափոխվեն հիմնական բնակության վայրեր։ Հիմա իրենց համար օգնում աջակցում ենք տեղ ենք գտնում քիչ-քիչ հյուրանոց ցանում ենք վարձով տներ, հաշվի առնելով որ վարձի համար կառավարությունը վճարում է, կոմունալի համար վճարում է, մինչև բնակարանաշինությունը լինի։ Գեղարքունիքի մարզպետը ներկայացրեց նաև վիճակագրական տվյալներ, համաձայն որոնց 2023 թվականի հոկտեմբերի 9-ի դրությամբ մարզում կեցավայր է ընտրել 4707 բռնի տեղահանված անձ, որոնցից 1155-ը տեղավորված են հյուրանոցներում, 3852-ը հյուրընկալվող ընտանիքներում։ Խորհրդակցության ավարտին մարզպետը և նախարարը այցելեցին Սևան քաղաքի հյուրանոցներից մեկում տեղավորված արցախցիներին, եղան այն արտադրամասում, ուր պատրաստվում է բռնի տեղահանված քաղաքացիներին մատակարարվող սնունդ։ Անահիտ Կարյան, Սարգիս Ալավերդյան, Քյավառ հեռուստաընկերություն, գեղամա օր։ Իսկ այժմ առաջարկում եմ ձեզ դիտել Քյավառ հեռուստաընկերության գեղամա օր լրատվականի իլրումն բաժինը։ Մնացեք խաղաղությամբ։ Գեղարքունիքի մարզի Դդմաշեն բնակավայրում հիմնված ինտենսիվ այգին է, տնկվել է Հայաստանի Հանրապետությունում ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության 2021-2023 թվականների ծրագրի շրջանակներում։ Ծրագիրն ուղղված է հանրապետությունում այգիների տարածքների և արտադրվող արտադրանքի, ոչ ավանդական բարձրարժեք գյուղատնտեսական արտադրանքի ծավալների ավելացմանը, արտադրված արտադրանքի որակի և արտաքին շուկայում մրցունակության ապահովմանը, հողային ու ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը, ինչպես նաև բնակլիմայական աղետների հետևանքով առաջացող վնասների կանխարգելմանը։ Հայաստանի գրեթե բոլոր մարզերում լայն տարածում գտած ինտենսիվ այգեգործությունը ավանդականից էականորեն տարբերվում է տեխնոլոգիաների նորարարությամբ և մշակման առանձնահատկություններով։ Ինտենսիվ այգեգործության դեպքում տնտեսվարողը պետք է ընտրի թույլ աճեցողություն ունեցող, թզուկային, կիսաթզուկային պատվաստակալների վրա հիմնված սորտերի տնկիները։ Հետագայում նաև շատ կարևոր է խնամքը, եւ եթե մենք ինտենսիվ տնկիները, պտղատեսակը ինքը ընտրում ենք մոտ, տնկում ենք առավել մոտ,
իսկ ավանդականի դեպքում առավել մեծ հեռավորություններով։ Հետագա մշակության բոլոր գործընթացները պետք է կատարվեն ինտենսիվ խնամքի ագրոկանոններին համաձայն։ Հակառակ դեպքում մենք կունենանք լուրջ խնդիր, փոքր սնման մակերես ունեցող մեր տնկիները, մեր արդեն ծառերը չեն կարող իրենց կենսունակությունը պահպանել երկար ժամանակ եւ ավելին չեն կարողանա ապահովել այն բարձր բերքատվությունը, որը տնտեսվարողը ակնկալում է ինտենսիվ այգեհիմնման դեպքում։ Գարիկ Ասատրյանը ինտենսիվ այգեգործության ծրագրով հիմնված այգում խնձորի 3 սորտ է մշակում՝ Red Delicious, Golden Delicious եւ Gala։ Ինտենսիվ այգեգործության առավելությունները բազմաթիվ են, ասում է արդեն փորձառու այգեգործ տնտեսվարողը։ Հեշտ է մոտենալ ծառին, աշխատել պտղի հետ, կատարել պահանջվող միջամտությունները։ Մշակման գործընթացը հաճելի է, ստացած բերքի քանակությունը գոհացուցիչ։ Որ նայեք ծառերի քանակը մի հեկտարի վրա, այստեղ բավականին շատ է։ Եթե ավանդական այգում մի 800 կամ 1000 ծառա, խնձորենու մասին է խոսքը։ Այստեղ մենք ունենք 3700 ծառա ամեն մի հեկտարի վրա։ Իրանց հետ աշխատելն է շատ հեշտ, միջամտություն կատարելն է, պարարտացման հետ կապված արմատային սնուցումների շատ ավելի հեշտ ու արդյունավետ է, որտեղ դու կարողանում ես կաթիլային միջոցով շատ արագ պարարտանյութը հասցնել ծառին, այսինքն եթե ավանդականում մենք տալիս ենք մի 2 պարարտացում, այս այգում մենք հաճախակի ենք դա անում փոքր դոզաներով եւ արագ միջամտություն վեգետացիայի տարբեր ժամանակահատվածում տարբեր միջամտություններ։ Ինտենսիվ այգեգործության ծրագրով մի շարք պտղատեսակներ եւ ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսեր են նախատեսված հենց Գեղարքունիքի մարզի բնակլիմայական պայմանների համար։ Մարզում այգեհիմնման առումով առավել նպատակային եւ նախընտրելի են խնձորենին, տանձենին, սալորենին։ Ծրագրով հատուկ պահանջներ են ներկայացվում տնկիների ձեռքբերման գործընթացին։ Տեղական տնկիներ ձեռք բերելու դեպքում պարտադիր է բուսասանիտարական անձնագրի, իսկ ներկրված տնկիների դեպքում սորտի եւ որակի հավաստագրի առկայություն։ Ի տարբերություն ավանդական այգեգործության ինտենսիվի դեպքում տնկիներն ունեն թույլ զարգացած արմատային համակարգ եւ ցածր ցրտադիմացկունություն։ Եթե մենք տեսնենք ավանդական, այսինքն հիմնված ծառը, այգին շատ լավ արդարացված է տեղի բնակլիմայական պայմաններում, դա չի կարող նշանակել, որ նույն պտղատեսակը կարող է ինտենսիվ այգեհիմնման դեպքում իրեն լավ արդարացնել։ Դրա համար այս հանգամանքը եւս պետք է տնտեսվարողը հաշվի առնի եւ կատարի մշակաբույսի ճիշտ ընտրություն, հարմարեցնելով տեղի բնակլիմայական պայմաններին։ Գեղարքունիքի մարզի բնակլիմայական պայմաններում արդյունավետ կարող է լինել հաղարջենու մշակումը։ Ազնվամորու դեպքում նախընտրելի են տեղի կլիմային հարմարեցված սորտերը։ Իրենց կարող են արդարացնել նաև ոչ ավանդական բարձրարժեք այնպիսի մշակաբույսեր, ինչպիսիք են կոլրաբին, ռուկոլան, պեկինյան եւ բրուսելյան կաղամբները, ծնեբեկը, դդմազգիներից ցուկինին եւ պատիսոնը։ Ծրագրում ընդգրկված ոչ ավանդական մշակաբույսեր իրենք պատկանում են որոշ մասը, կաղամբազգիների ընտանիքին ունեն նույն մշակության տեխնոլոգիան, բայց ունեն իրացման բավականին բարձր գին։ Այս առումով, եթե տնտեսվարողը ճիշտ ագրոկանոններ կիրառի, միավոր մակերեսից կստանա բավականին բարձր եկամուտ։ Այս առումով բարձրարժեք են համարվում այս ոչ ավանդական մշակաբույսերը։ Որպես պետական աջակցության ծրագիր, ինտենսիվ այգեգործության ծրագիրն իրականացվում է 2 բաղադրիչով՝ վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման եւ ծախսերի մասնակի փոխհատուցման միջոցով։ Վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման բաղադրիչով աջակցությունը իրականացվում է մի քանի ուղղություններով, մասնավորապես կեսից մինչև 500 հեկտար այգեհիմնման համար սուբսիդավորվում է տրամադրված վարկի 9%-ային կետը, կես հեկտար եւ ավելի ոռոգման արդիական համակարգերի ներդրման դեպքում սուբսիդավորվում է տրամադրված վարկի 9%-ային կետը, ինչպես նաև մինչև 100,000 խորանարդ մետր ջրավազանի կառուցման կամ ընդլայնման դեպքում սուբսիդավորվում է 12%-ային կետը, կեսից 100 հեկտար կարկուտապաշտպան ցանցերի ներդրման դեպքում եւս սուբսիդավորվում է տրամադրված վարկի 9%-ային կետը եւ բարձրարժեք մշակաբույսերի մշակության դեպքում սուբսիդավորվում է
1-ից 30 հեկտար մշակության համար տրամադրված վարկի 9%-ային կետը։ 14%-ով վարկի տոկոսադրույքների սուբսիդավորում իրականացվում է պետական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերի տնտեսվարողների, գյուղատնտեսական կոոպերատիվների, գյուղատնտեսությունում տնտեսվարող երիտասարդների 18-ից մինչև 35 տարեկան, զինծառայության ընթացքում հաշմանդամություն ստացած անձանց, ինչպես նաև գերնորմատիվային ջրապահանջարկ ունեցող հողատարածքներում գործունեություն իրականացնող տնտեսվարողների համար։ Փոխհատուցման բաղադրիչով աջակցության դեպքում փոխհատուցվում է կես հեկտար եւ ավելի ներդրված արդիական ոռոգման համակարգերի համար կատարված ծախսի 50%, իսկ գերնորմատիվային ջրապահանջարկ ունեցող հողատարածություններում 60%, ինչպես նաև կառուցված կամ ընդլայնված ջրավազանների համար կատարված ծախսի 50%, այդ դեպքում եւս փոխհատուցում տրամադրում է 60%-ի չափով։ Կա սուբսիդավորված տեխնիկա ձեռք բերելու լիզինգային ծրագրեր, որ նաև ոնց որ շարունակությունն է, որտեղ դու այգին կառուցեցիր, քեզ անհրաժեշտ է համապատասխան տեխնիկան։ Այստեղ ամեն ինչով չես կարող աշխատես։ Անհրաժեշտ է համապատասխան տեխնիկա, որ դու կարողանաս բոլոր գործողությունները ժամանակին եւ ճիշտ կատարես։ Նորից ասեմ, թերիչի աշխատանքս լինում, այլ ամբողջական համալիր, սենց ֆինանսավորումը ես շատ գոհ եմ։ Դե մենք այսօր սրա շնորհիվ, այդ ծրագրերի շնորհիվ Հայաստանում ունենք բազմաթիվ լավ այգիներ կառուցված, որը ես հուսամ ապագայում առաջիկա տարիներում շատ կնպաստի փոխելու մեր մշակույթը այգեգործության։ Այս այգիները հեռանկար ունեն շատ մեծ։ Ծրագրի կարևոր բաղադրիչներից եւ պահանջներից մեկն էլ այգի հիմնման ընթացքում եւ դրան հաջորդող 3 տարիների ընթացքում մասնագիտական խորհրդատվությունն է։ Այն պետք է ապահովվի ագրոնոմիական կրթություն ունեցող անձի հետ տնտեսվարողի կնքած պայմանագրի շրջանակներում։